Եվրախորհուրդն ընդունել է բանաձև ԵՄ երկրների համար, որով նախատեսվում է, որ մինչև 16 տարեկան անձանց մուտքը որոշակի սահմանափակումներ է ունենալու սոցցանցային հարթակներ, մասնավորապես Instagram, YouTube, TikTok եւ այլ հարթակներ, մինչև 13 տարեկանների համար մուտքի խիստ սահմանափակումներ կան, այնքանով որքանով նրանք չեն կարող ունենալ օգտահաշիվներ, իսկ 16 տարեկան, սա նաև վերաբերում է իհարկե 13-ից մինչև 18 տարեկաններին, եւ մասնավորապես նրանց որպես այդպեսին չի կարելի ներգրավել գովազդային, այսինքն շահույթ հետապնդելու միտված հոլովակներ պատրաստելու մեջ եւ առհասարակ գովազդային գործունեություն իրականացնելու մեջ։ Եվրախորհրդանի այս բանաձևը արդեն ազդակ է հանդիսացել Ավստրալիայի համար եւ 2025 թվականի դեկտեմբերի 10-ից Ավստրալիան շատ խիստ սահմանափակումներ է նախատեսել այս մասով եւ օրինակ Instagram-ը տուգանվելու է բավականին զգալի 49.5 միլիոն, եթե առանց այս Եվրախորհրդանի բանաձևով սահմանված սահմանափակումների երեխաների օգտահաշիվներ հայտնաբերվեն, սա պետք է համարել դրական քայլ, որովհետև հաճախ սոցցանցային տիրույթը դրական ազդեցություն չի ունենում երեխաների վրա եւ հետագայում չպետք է մոռանալ, որ նույն անչափահասը, ով մասնակից է դարձել իր ինֆլուենսեր կամ բլոգեր ծնողի կողմից իրականացվող գործունեության մեջ, հետագայում գուցեև հաստ չլինի իր այս գործունեության հետ հասուն տարիքում։ Հայաստանի Հանրապետությունը այս բանաձևին դեռևս որևէ կերպ չի արձագանքել, սպասենք, հետամուտ լինենք, թե Հայաստանի Հանրապետությունը այս մասով ինչ կարգավորումներ կնախատեսի կամ կնախատեսի, թե չի նախատեսի։ Ամեն դեպքում երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպանները, հասարակական կազմակերպությունները, անհատները կարծում եմ այս հարցում պետք է անտարբեր չլինեն։